Այ ոնց որ Արցախի հարցում արեցին, մեկ սա Հայաստան է եւ վերջ, հետո Արցախը դա Ադրբեջանի մաս է, Ղարաբաղը, հետո ասենց, ասին շիկացին, կիսա պռած, թփ, շփ, բան, սարքեցին գլխին, տվին, հիմա դրա մասին вообще խոսք չկա։ Вообще առհասարակ դրա մասին չեն խոսում։ Հիմա անցել են Հայաստանին։ Էսի Միջանսկայինի տվեց, էնի չտվեց, էնի Միջանսկայինի, ինչի մասն է, ինչ Միջանսկ։ Հիմա Ադրբեջանը կհամաձայնվի մեզի Միջանսկ տա, ոչ թե միջազգային ընդունված կարգով, ասենք, սահմանը մտար պլոմբեցի, դուս եկար պլոմբը, ասենք, ուժի մեջ գնացի տրանզիտ որպես։ Խնդրեմ, Փաշինյանն էլ շատ անգամ իր ելույթների մեջ ասել, խնդրեմ, տրանզիտ որպես երկիր։ Հիմա մենք որ Վրաստանից գնում ենք Ռուսաստան օրինակ, մեզի Միջանսկ է տալի, որ ոչ մեկ գործ չունենա, որ այդ Միջանսկը Վրաստանում վրացիները գործ չունենան։ Հսկի ինչ-որ եսի մեկ երրորդ պետություն։ Ոնց կարող է։ Այսինքն ստե խնդիրը բանը չի այդ առևտուրը կամ ստերից ընդե գնալը, այլ խնդիրը հենց Սյունիքի վրա կոնտրոլ իրականացնելն է։ Ու այդ կոնտրոլը ասում են, չէ Ժորժա, մի վախեք, այդ կոնտրոլը իրականացնելու է ռուսները, Facebook-ն։ Հայ քեզ բան, այն ամենավատ բանը էլի, ամենավատ բանը։ Այսինքն որտեղ Facebook-ը դե իմացում է, այսինքն այս մուտիլովկեքը, որ մտցնում են սրանք։ Որտեղ Facebook-ն իմացիր ինչ։ Ինչով է վատ։ Կործանում, Հայաստանի համար հաստատ կործանում, հաստատ, իրանք ամենավատ տարբերակները դե մուտիլովկեն կմտցնեն ու ինչ կուզեն էներ կանեն, ինչ կուզեն, ոնց կուզեն կկայնացնեն, ասենք հոսքը Իրանից Հայաստան կկայնացնեն, ու չես կարա մոտիկանաս, որտեղ հենց մոտիկանաս կասես, ես ինչ եք անում, ասենք իրանական մեքենաները ինչու եք կայնացնում, որ չեք թողում, հայկական միլիցեքին կբերեն կշարեն, ժողովրդին էլ մեղրիումով այդ հալու այդ կամ միտինգ անի, կասեն հեռու մնացեք շո, եթե դուք ուզում եք հայկական եկեղեցու վրա, ինչ-որ մի ռեալ բան անեք, ես հիմա օրինակը բերեմ, ես նորից օրինակը բերեմ, որ համացանցում ինչ-որ մեկը մի բան որ գրում է, ամիջապես վզից բռում կարդում են, վզից բռում տանում են քննչական, ինչ ես վիրավոր է, ես ասեմ, մեր կազմակերպության անդամ Եփրեմյան Խաչատուրը Մոսկվայում Եզրասի կողմից, այսօրվա կաթողիկոսի եղբոր կողմից կամ, սենց ասենք, իր հովանավորչությամբ իջացրել է Մոսկվայում նորակառույց այդ եկեղեցու բանը նկուղը եւ պիստոլետը ատրճանակը դրել են գլխին, կրակել են օդի մեջ, ականջների տակ, վախացրել են, չոքացրել են։ Ինչա այդ մարդը, ասենք, եկեղեցիական կանոններ ինքը հոգեվորական է, սարկավագ է եղել։ Ինքը ինչ ասել է, եսի չի կարելի ստե անել սենց բան, չի կարելի եկեղեցու շենքում հարսանիքներ անել, չի կարելի եկեղեցու մեզ սենց բան անել, դու ով ես որ մեզի նկատողություն ես անում կամ բան։ Մարդը դրա մասին բարձրաձայն համացանցում հայտարարել է։ Հիմա ես նորից եմ կրկնում, համացանցում Նիկոլ Փաշինյանին կամ մեկ այլ պաշտոնյայի վիրավորանքի համար տանում են քննչական։ Բա դուք տեսեք ինչ մարդու է վիրավորում, ինչ վարդու, ինչ հանցագործության կամ ինչի մեջ է մեղադրում, բա այդ մարդուն չեք կանչեմ մի օր ասեք, հրի, ինչ ես ասում, մետարի, տենանք ինչ է կատարվել, այսինքն սա ինչ է ապացուցում մի բան, որ սա իսկապես կիսատ պռատ անհիմն ինչ-որ բան է ասել, ինչ է ասել է կաթողիկոսը երեխա ունի, ունի, օրինակ ասեմ, էդի թող եկեղեցիականները մտածեն, անձամբ ես, որպես հայ առաքելական եկեղեցու իմ հավատի, այն բուն իմ, բայց այս կազմին ես չեմ վստահում, ես շատ ժամանակ այն եկեղեցուն, որ հաստատ ես գիտեմ, որ էտեի քահանան մաքուր մարդ է, ես չեմ մտնում, որտեղ պղծություն է այդտեղ, դա իմ հավատն է, հիմա եթե Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսում է, որպես շարքային հավատացյալ, դա ուրիշ հարց է, բայց եթե դա դառնում է հիմք, որ այս խժդժությունները առաջացնեն, դա նշանակում է, որ դիտավորյալ իրար այդ համատեղ այս շիկությունը մտցնում են ժողովրդի մեջ։ Ես դրա համար առիթից կօգտվեմ եւ ասեմ հարգելի ժողովուրդ, մի նայեք այս խաղերին, այսքան խապնվեցիք, ձեզի կարիք չեղավ։
Են Ալեն Սիմոնյանն էլ ընդ ռուսական լրատվամիջոցների նոր են արտնացել, տեսեք, նոր զարթնել են, ու ասում են դրանք դեբիլներ են, հա, հիմարներ են, ինչ են, այդ լրատվամիջոցների այդ պրոպագանդիստներ են, որ ռուսական, ասենք, հեղինակության հետ խաղում են, ռուսական հարաբեր, ու նորա մտածել, որ պետք է ռուսական ալիքները փակվեն, այդ ինչի, 7 տարի առաջ այդ Ռուսաստանի կայսրությունը Հայաստանին վատություն չէր արել, երբ որ դուք եկաք, նոր եք որոշել, որ պիտի փակեք, չեն որոշել, չէ, նոր են հրանգստացել ու շիկացնելու, այսինքն այս ամեն ինչ ապացուցում է, պարզ ապացուցում է, այդ ինչքան պետք է հիմար լինես, որ դա ամբողջ չտեսնես, ես դրա համար ասեցի, հարգելի Գայանե, որ մենք երբ որ մտնում ենք այդ իրավական խաղի մեջ, չէ, օրինական էր, իրավական էր, չէ, իրավական չէ, ընդ այս ինչը չի, մենք ակամայից դառնում ենք իրանց թելադրած խաղի մասնակիցը, հասկանում եք, սա պարզից պարզերևում է, որ երկու կողմն էլ համագործակցելով ու ինչի համար է սա կատարվում, որովհետև ես նորից եմ կրկնում, նայեք, նախաբանը ասեցի, Ռուսաստանի գործերը վատ են Ուկրաինայում, այսինքն այն ինչ որ իրանք ծրագրում չի լինում, Ռուսաստանի գործերը վատ են Իրանում, Ռուսաստանի գործերը ավելի վատացան Ադրբեջանում, հիմա նայեք, հիմա արդեն ստացվում է այս օպերացիան օդի մեջ կախված է դառնում, հա, այս Հայաստանում, չգիտեն, այս 2-3 օրը պաուզա է, հետո նկատել եք, ասենք ակտիվությունը ընկել է, հիմա մտածում են ոնց շարունակեն, ինչ անեն, շոտակի Նիկոլին հրանք տան բաց թողեն դրանց վերջացնեն, թե լավ, շարունակեք, տեսնենք ինչ կլի, այսինքն սա խառնվել է իրար, Այս ամբողջի մենք պարզ, հայլին ոնց, այսպես պարզ տեսնում ենք ինչա կատարում, դրա համար ժողովրդին մենք միշտ ասում ենք, հարգելի հատկապես մեր ժողովրդին գիտակից մասն, հա, գիտակից, ես չեմ ուզում մնացածին վիրավորեմ, թե անգիտակից են, չենակ, ու ոնց է դասակարգումը որովհետև այս սովորական մարդիկ, ովքեր ամբողջ օրը իրանց աշխատանքի մեջ են, ի վիճակի չեն հետևեն ամբողջական ինֆորմացիային եւ համադրելով, ասենք, ակտիվություն ցուցաբերեն։ Դա է դառնում քաղաքական գիտակցությունը, տեյցա ձևավորվում, թող չնեղանան, այդ գիտակիցները նրանք են, ովքեր հենց ամբողջ իրաց էությամբ զբաղվում են դրանով, կարծես թե քաղաքական պրոցեսների մեջ են, կարծես թե միշտ հետևում են բոլոր պրոցեսներին, ես զոմբիների մասին չեմ ասում, որ հետևում են միայն ռուսական ինֆորմացիոն դաշտին եւ ինչ նարատիվ իջավ այդ ուղղությամբ էլ գնում են, այլ նաեւ հակառակորդի թշնամու, իսրայելական Ինչ կոչով եք դիմում։ Դիմում եմ համախմբվել եւ վերջնականապես զբաղվել մեր քաղաքապաշտպանության հարցերով, զբաղվել, հիմա դուք տեսեք, մինչ օրս, որ Ադրբեջանը Սյունիքը չի կտրել, դա զուտ միայն արևմուտքի շնորհիվ է, ինչի համար արևմուտքի շնորհիվ, որովհետեւ ինքը դեռ հələ չի հանդգնում, ինքը նախ չի տեսնում, որ կտրես ու կմարսի, ինքը սպասում է ռեզուլտատին, ասենք, տենա հələ լավ, այսինքն նորմալ է, էլի, ասենք, ինչ-որ մի պետություն հելլի, ու ասենք, գիտեք ինչ կա, այս մասը իմն է, որովհետև ժամանակին կոչվել է սենց, չէ, հիմա վաղը Չինաստանը կհելի կասի ենի իմն է, Բրազիլիան կհելի կասի ենի իմն է, հենա, ամերիկացիներն էլ ասեցին, չէ, Թրամփի բերնով, Կանադան թող դառնա 51-րդ նահանգը, այսինքն նրանք հեգնեցին, նրանք ցույց տվեցին, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ բերելու է սրան, ինքը չուզեցավ այդ օրինակը բերի մեկ այլ պետության վրա, որ չվիրավորի, ինքը հենց իր պետության վրով ասաց, թե էսի դառեք մեր նահանգը, դրանից հետո ինքը լավ է շարունակում է, մինչև օրս էլ շարունակվում է Ուկրաինայի զինումը, մենք արդեն տեսանք երեկվանից արդեն ռմբակոծում են Մոսկվան ահավոր ձևով, շատ լավ էլ ռմբակոծում են եւ եվրոպացիները ամբողջ իրենց արսենալը, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ամբողջ տարածեն Ուկրաինային։ Իրանք դա հասկացել են, վաղը որ մտնի Գերմանիա, Իսպանիա կամ ընդ Ֆրանսիա, իրանք պետք է կռվեն, հենա մարդիկ արդեն 3 տարվա մեջ վարժվել են, լավ էլ կռվում են։ Հենա հետ զանգտակ թող կռվեն։ Սա էլ է իրանց շահերից բխում, անեն չգիտեք ինչ կա քաղաքականությունը միայն սերը չի ու արդարությունը, նաև շահերի բախումն է, շահերի համընկնումը կամ բախումը, հա, հիմա որ շահերը համընկնում են,
Այս առումով մեր շահերը այսօր համընկնում են արևմուտքի քաղաքակիրթ աշխարհի շահերի հետ եւ կտրուկ դեմ են ռուսական եւ թուրանական շահերին, կտրուկ դեմ են։ Հիմա ես հենց այդ առումով եմ ասում, եթե սա կապված լիներ միայն Ռուսաստանից, Ադրբեջանը դրա համար եմ ասում, շուտ վանից էր մտել, Սյունիք էլ տո Հայաստան էր։ Բայց քանի որ դեռ այսօր կա որոշակի նորմեր, ու այդ նորմերը ճիշտ է այսօր կարծես թե արդեն չեն աշխատում, բայց ամերիկացիները հստակ ասել են, հանկարծ չշարժվեք տեղներից, հանկարծ չշարժվեք։ Մենք ունենք ասենք վերլուծական, ասենք ամերիկյան կենտրոնի տվյալները, որտեղ հստակ ասվում է, որ 25 թվականի ու 26 թվականի այդ ժամանակահատվածում հավանականությունը Ադրբեջանի հարձակման Հայաստանի վրա շատ մեծ է։ Իրանք պարզ ասում են։ Իրանք ասում են հավանականության մասին, բայց այդ վերլուծական կենտրոնը չի կարող ասի, թե ամերիկյան կողմը ինչ պետք է անի կամ ինչ կանի, որ այդ հարձակումը չլինի։ Այդ դրանով էլ հենց մենք ենք զբաղված։ Մենք ենք զբաղված մեր այն սուղ միջոցներով, մեր սուղ հնարավորություններով, ամենացյան ամերիկացիներին մենք հատ այսենց դնում ենք, ցույց ենք տալի, որից հետո ինչն է, ու հանկարծ խնդրելով, որ հանկարծ աչքա թող չանեն հայկական այս խնդրեմը, որովհետև գնալով աշխարհում շիկանալու է ամեն ինչ։ Նայ տեսեք, նախ ուկրաինական հարցն է, չէ՞ մենն։ Հիմա գնաց իսրայելականը գնաց, հələ չի վերջացել։ Մարդիկ ասում են, հայ հարևներ, մենք ատոմային ռումբը շարունակում ենք հարստացնել։ Ամերիկացին ասում է, չէ, ես այնց եմ խփել, որ դա անհնար է, մի քանի տարի ես նորից պետք է սկսեք։ Մի հատկանշական թեթև փոճուլիկ բան ասեմ։ Իսրայելի կողմը հայտարարում է հետևյալը։ Մեր Իսրայելի հետախուզությունը, Մասադը, այսինքն, մեզ տեղեկություն է հայտնում, որ իսկապես ատոմային ծրագիրը ամբողջությամբ վերացված չի։ Այսինքն տեղ է թողում իրան վաղը կրկին խփելու։ Դա նշանակում է ժամանակավոր այս միջանցքը, որ ստեղծվել է ժամանակավոր, այսինքն ժամանակային առումով եմ ասում, դա վերջնական չի։ Մարդիկ ընդ շարունակում են նշել հաղթանակը, Իրանի հաղթանակը, Ամերիկայի եւ Իսրայելի։ Լավ, դա ներքին հարց է, այսինքն իրար ժողովրդին ոգին բարձր պահելու համար են անում, այդ իրանց խնդիրն է։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ուկրաինա, Իսրայել, վաղը Չինաստանը հաստատ, արդեն կորեացիները քանի ես մի քանի ամիս առաջ, եթե ժխտում են, չէ, կորեացի չկա Ուկրաինայի ֆրոնտում, ապա այսօր արդեն կադրերը մենք տեսնում ենք, որ ոնց է Կիմ Չեն Ինը, այսինքն զոհված կորեացիների դագաղների մոտ կանգնած, ասենք տխուր, այսինքն ընդունում է, որ ինքը արդեն կողմ է պատերազմին, չէ, սա արդեն միջազգայինորեն, դա շիկանում է այնտեղ, շիկանում է Թայվանի, ասենք տարածքում, շիկանալու է վաղը միսօր Հարասլավիայում, շիկանալու է 1000 միտեղ Պրիդնիստրովիա կա, շիկանալու է վրա, շիկանում Ադրբեջանում, եւ տեսեք, Աստված միայն հասցնի։ Մի պա ֆորս մաժորային ամպիսի իրավիճակ ստեղծվի, որ չհասցնեն, ուղղակի չհասցնեն, այսինքն այդ խաղակարտել այնպես խառնվի, որ Թուրքիայի համար, ասենք, Հայաստանի կամ Սյունիքի գոնե, լավ, չեմ ասում Հայաստանի, գոնե Սյունիքի, խնդիրը մի քանի ժամվա բան է։ Ինչ են անելու սրանք։ Հիմա դեբիլները այդ Սալավյովներն են, ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում, դեբիլ եք դուք, էս է կարեն եկա, չգիտեմ ինչի մար ասում, բայց TV-ները փակելու ենք ռուսականը, թե դեբիլ եք դուք եք, մեռանք ասելով, մենք մեռանք ասելով, արա քաղաք պաշտպանություն արա, 7 տարի է իշխանության մեջ ես, դու ասում ես 20 տարի նախորդները կերել են, դե հիմա այդ 20 տարվա ռակուրսի մեջ դրա ժամկետի 1/3 արդեն քո ձեռն է, դու վերադարձնեիր այդ թալանը, դու նոր պայմանագրեր ստեղծեիր, դու նոր դաշնակիցներ ստեղծեիր ու բերեիր այստեղ զենքանես լցեիր, որ Թուրքիային էլ որ ասային չէ, ես պոպոկա դառը կռո, որ Ադրբեջանը դե գործ չունենք, անեիր, մեռանք ասելով ու առաջարկելով, եթե դուք հիշում եք, ես առաջարկել եմ, հրավիրեք,
գոնե քաղաքապաշտպանության հարցում ու դուք կտեսնեք կարճ ժամկետում ինչ հզոր կառույցներ կստեղծենք, որ մարդիկ անզեն, սենց են 15 թվականի նման չետան են դանակավոր թուրքի դեմ ծնկի գան։